Ես կասեի պարտվեցին Նիկոլն ու Սերժը։ Ես այդպես կասեմ, իմ կարծիքը այդպիսին է։ Նախ Գյումրիում բնականաբար պիտի պարտվեր ԿՊ-ն, որովհետև վերջին շրջանում իշխանական գործողությունների, մասնավորապես վարչապետի կատարած գործողությունների, Ադրբեջանի նկատմամբ դրսևորած բարիդրացիական մեծ եղբոր համատեքստում ամբողջ ազգը գիտի, բոլորը գիտեն, ես չեմ թվարկի այդ բոլոր պատմությունները, նաև նախատեսվող գործողությունները սահմանադրության հռչակագրի հետ կապված եւ այլն, չհաշված են ամբողջ պատմությունը Արցախ պատերազմներ եւ այլն, մարդիկ աչք ունեն, ականջ ունեն, տեսնում են, գիտակցություն ունեն եւ հասկանում են, որ հեշտը հասնելու է իրենց։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պիտի գիտակցի, որ հեշտը միանշանակ հասնելու է իրենց եւ այդ դժբախտությունը, այդ դժգույն դժբախտությունը թակելու է ցանկացած մեկի դուռը։ Եվ Գյումրին շատ լավ դա պատկերացնում էր եւ այն բաները, գաղափարները, որ մենք հաղթելու ենք, այդ հաղթելու ենք բառը որ չի լսում, այդ իշխանականների բերանից նողքան կեզգում հիշում էի Արծրուն Հովանիսյանի հաղթելու ենք բառը, այդ բառը այնքան լավ բառ է իր բովանդակային եւ իր արժե համակարգով, բայց այդ բառը արդեն մարդկանց մոտ շատ վառ զգացողություն առաջացնում զուտ 44 օրյայի հետ կապված, որովհետեւ անդադ ասում են հաղթելու ենք, բազմում է որ ինչ հաղթել, ինչ բան, դիտավորության պարտության էին տանում այդ պատերազմը, ինչի մասին է խոսքը։ Հիմա նույնիսկ ասում են հաղթելու ենք, բայց ես վստահ էի, որ չեն հաղթելու, որովհետև Գյումրիում այնպիսի տրամադրություններ էին, այնպիսի իրավիճակներ էին, որ շատ լավ հասկանալի էր, որ իրենք պարտվելու են, եթե չգնային ընտրակեղծիքների եւ այլ ինչ որ կեղտոտ խժդժությունների, եթե չգնային։ Եվ բնական էր սա, ես չէի զարմանա, եթե չպարտվեին իրանք, մանավանդ ես տեխնացուների անձնական ինչ որ մեկի նկատմամբ որևէ բան չունեմ, բայց ամեն դեպքում այսքան արարքներից հետո դերևս ԿՊ-ն մտածում էր, որ մարդիկ կարա այնքան ոչխար լինեն, այնքան տհաս լինեն, որ մի հատ ընդամենը քաղաքապետի ընտրություններ էր, ես չգիտեմ ինչ պաշտոններ չէին, եւ այս քաղաքապետի ընտրությունները քաղաքացին Գյումրիի բնակիչը չպիտի կարողանար իր ձայնը տալ այն անձին, ում վստահում էր։ Եվ բնականաբար շատ բնականon ճանապարհով ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը, այսպես ասենք, ձայների 60%-ով այո, հաղթեց ընտրությունները, իսկ իմ քայլը իշխանության ներկայացուցիչը, ասենց ասենք, Սարիկ ինչաներ, Մինասյանը, այո, պարտություն կրեցին եւ բնականաբար պիտի կրեին, որովհետեւ այս իշխանության ներկայացուցիչն էր։ Չէր կարող, մենակ այս հանգամանքը, որ իշխանության սրտի ներկայացուցիչն էր, այս հանգամանքը բավարար է, մարդը ով էլ լիներ, ինչ էլ լիներ, ես էլի եմ ասում, ես որևէ անձի նկատմամբ որևէ բան չունեմ, չէր կարող անցնել, որովհետեւ ինքը կատարում էր իշխանության թելադրանքը։ Եվ բացի այդ, շատ նորմալ ընտրությունները ընթացել են։ Առաջին տեղում ընդդիմության տեխնացուներից ներկայիս գործող քաղաքապետ արդեն Վարդան Ղուկասյանն էր, ըստ պայմանավորվածության նա ընդդիմադիներից հավաքել էր առավել ձայները եւ ըստ պայմանավորվածության մարդիկ իրենց ձայները տվեցին հաղթող ընդդիմադրին, հաղթող տեխնացուին։ Հիմա Վարդան Ղուկասյանն էր հաղթել, իրան պիտի տային։ Եվ անչափ հիացած եմ ընդդիմադիրների այս կեցվածքից, որ իրենք անմիջապես հատկապես մեկը Ռուբենանի Խիղարյանն էր, այո, մեկը Կարեն Սիմոնյան, անկախ նրանից ովքեր, այստեղ պիտի ասես տղապարը։ Այդ թաղապետը այստեղ պիտի իմանա տղեն որն է, տղապարը ինչին է վերաբերում։ Իրոք իրենց խոսքի տեր եղան եւ ես հիացած եմ իրոք իրենց կեցվածքով եւ առանց երկմտանքի դեռ լույսը չբացված իրենք իրենց ցայնը անմիջապես տվեցին Վարդան Ղուկասյանին։ Սա է տղու պահվածքը, սա է տղեն, հարգելի թաղապետ, ինչ տղա։ Ու ընդհանուր առմամբ լիքը կեղծիքներ արձանագրվեցին մամուլով, չէ, անգամ 3000 քանի ցայներ կեղծվել։ Մամուլի հրապարակումներն եմ ասում, ես չեմ արձանագրել այդ կեղծիքները։ Հոսանքազրկում եղավ, որը մշտական բնորոշ հատկանիշն է կեղծիքների նախապատրաստում, դա բոլորը գիտեն։ Մի տան վրա 10 հոգու էին գրանցել, այդ տան եկել էր զարմացել էր, չգրանցված զինվորի էին բերել, որ ինքը ընտրություն կատարի, բաց դրվագներով ընտրություններ եղել, հանձնաժողովի նախագահ էր, ուղղորդ էր, ասում են նաև Ջավախից ինչ որ ավտոբուսներով մարդիկ բերել, ինչ ասես եղել էին, բաց տեսանյութ կար լրատվամիջոցներից մեկով հրապարակված, որ Սարիկ Մինասյանի շտաբի մոտ հավաքված մարդիկ կան, ներս ինչ որ բան է կատարվում։ Ոստիկանության աշխատակցին ասում է, ստեղ սենց բան է կատարում, եկեք պարզենք ինչի մասն է խոսքը, մանրամասնում է լրագրողը, ոստիկանությունը
Ես չեմ տեսել տենց բան, տենց դեպք չի եղել։ Դուք պատկերացնում եք, այսինքն ոստիկանությունը, որը պիտի հսկեր իր լիազորություններն իրականացնել, ոստիկանությունը ինքը հրահրված էր, որ իշխանության ներկայացուցիչի շրջանակներում տեղի ունեցող ցանկացած դրվագի առաջ աչք փակեք։ Պարզ չի, եւ հիմա ինչ որ էլի քրեական գործեր չգիտեմ ինչ են անում, բայց այս թվարկածս բաների հետևից, որոնք արձանագրվել էին իշխանության կողմից ենթադրաբար կատարված ընտրախախտումներ, հա, որպես նախնական խախտումներ, սրա հետևից ով գնաց։ Ոչ մեկը չգնաց այս արձանագրված փաստերի հետևից, ես չեմ լսել այս մասին, որ այդ մարդու տան վրա ոչ 10 հոգու գրանցել են, օրինակ, երբ էին գրանցել, ընտրությունից առաջ, ընտրությունից հետո, 10 տարի նախորդ 10 տարիներին, ով պիտի գնար սրա հետևից։ Բնականաբար աշխատանք էր տարվել եւ ոչ մեկը հիմար չի։ Եվ հիմար չի նաեւ, որ այս թվարկածս փաստերի հետևից որևէ մեկը չի գնացել։ Սրանք արձանագրված փաստեր են։ Այնպես որ ծիծաղելի է անգամ այս հետագայում իրանց այս փոշփոկված բաները, թե կեղծիկներ ա եղել, այս աղել, ձեր կեղծիկների մասին մտածեք։ Ընդհանուր այս երկրի նկատմամբ հələ Գյումրին գնա ու կա։ Այս երկրի նկատմամբ ձեր կատարված կեղծիկների մասին մտածեք։ Մարդիկ հանում հրապարակային փռում են ձեր թեմը, դուք սենց շատ հիմար բառամթերքով, հիմար տրամաբանությամբ ինչ որ ձևով փորձում եք խուսանավել ձեր թեմ տրված փաստերից, բայց ինչքան ուզում եք փախեք, ցրեք, մի պատասխանեք, հիմար վիճակի մեջ եք հայտնվում, կողքից դառնալ հասկանում եք, որ դուք պարզապես ստանում են, որ 7 տարի մնացել են առաջին դասարանում եւ գիտությունը։ Խնդրեմ, ինչ հիմա իրանք խոստովանում են, օրինակ վարչապետի ինքնախոստովանականն է սա։ Բայց դա էլ է, չէ՞, մեծ պլյուս։ Մարդը կարողանում ասել իր թերությունը, բայց եթե մարդը նման թերություն ունի, քավլիցի մենք բան չենք ասում, բայց թողնի գնա, ինքը իրավունք չունի ղեկավարելու այս երկիրը։ Կարող ինքը կասի, որ չակեշներով եմ ասում, գիտեք, ժողովուրդ, ես հիվանդ եմ, ես հոգեկան հիվանդ եմ, խոսքի չակեշներով եմ ասում, ու բայց ինքը ղեկավար, ինքը այդ վարչապետի պաշտոնում մնա, այսինքն մենք ընդունենք, որ ինքը այդ մի առումով այնքան բարոյական է, որ ինքը հայտնում է այդ մասին չի ստում, բայց նա ինքը չի գնում, ասում հա չնայած որ ես 7 տարի մնացել եմ։ Ինքը չի գնում, բայց ժողովուրդն էլ չի ասում գնա։ Ասում են, ժողովրդի առողջ խավը ասում է, բայց կա մի խավ, ես չգիտեմ այդ խավին չեմ ուզում որևէ մեկին վիրավորացնեմ, բայց դա այն խավը չի, որ այդ խավի հետ մեծամասնությունը հաշվի նստի։ Դա այդ խավը չի, միշտ էլ նմանատիպ խավը եղել է։ Այդ դեպքում ինչու առողջ դատողություն չի։ Այո, առողջ դատողություն ունեցող մարդիկ ովքեր։ Այդ դեպքում ինչու չի դա հաղթում։ Տեսեք, չի հաղթահարում, որովհետև այստեղ իշխանությունը ունի իր լծակները, այն որ ասում են մուժն էլ ա իրա ձեռքը, մեղն էլ ա իրա ձեռքը, ինքն է անում այդ պաշտոնյական լծակները, ինքը կարողանում է օգտագործել եւ այո, իշխանությունը վերածել բռնապետության։ Եթե այսօր ղեկավար մարմինները իրանք են որոշող, օրինակ գլխավոր դատախազը ինքն է որոշում այս անձի քրեական պատասխանատվության ենթարկել չենթարկելու հարցը, գլխավոր դատախազը լսում է, որ իր երկրի ղեկավար ասում է 7 տարի մնացել եմ առաջին դասարանում, հետո ասում է իմ գլխավորությամբ բոլորի մեջ դատախազն է մտնում, նախարարներ են մտնում, բոլորը մտնում են, գլխավոր դատախազը 7 տարի մնացել առաջին դասարանում, բոլորը Հիմա այս մնացականներին, սովետական միության ժամանակ նույն դասարանում մնացողին ասում են մնացական։ Հիմա այս մնացականներին ով է թույլ տվել, որ մնան երկրի ղեկին։ Իրանք ասում են, հա, մենք տգետ ենք, իրենք են ասում, մենք տկարամիտ ենք, մենք մնացել ենք նույն դասարանում, 7 տարի հետո նոր են հասկացել, որ մնացել են նույն դասարանում, օրինակ առաջինից երկրորդ չեն փոխադրվել։ Երկրորդ տարին ասեի Նիկոլ Փաշինյան, գիտեք, ես մնացել եմ առաջին դասարանում, ժողովուրդ, պետք է մնանք խների ճարը։ Թե հասկացել է, բայց չի կարողացել խոստովանի։ Չի խոստովանել, որովհետև հիմա այնքան է կուտակվել այս ամեն ինչը։ Խելահաս մարդիկ մարդկային են, բարձր մակարդակով, ուղեղի մակարդակով եմ ասում, անձիկ այնքան են այս ամեն ինչը հասկացել, որ ինքը արդեն ստիպված, սա որ հակադարձ երևի հոգեբանական բան է առաջանում, ինքը մեխանիկորեն ասում է այդ մասին։ Մեխանիկորեն ինքը հայտնվում է ինչ-որ տկարամիտ խանդավառության մեջ, ինչ-որ խելահեղ բաներ է ասում, այդ շարքից է։ Որ ղեկավարը իրան թույլ կտա, որ ասի, որ դա անկեղծության նշան չի։ Սա ենթադրում է, որ այս մարդու հետ ինչ-որ բան այն չի, ինչ-որ բան տեղում չի։ Եվ ասում է, որ ես 7 տարի մնացել, սա նշանակա, որ ինքը 7 տարի չի կարողացել այս երկիրը ղեկավարի։ Բայց այս 7 տարիների մեջ մտել է 44-օրյա պատերազմ, մտել է Արցախի հանձնում, մտել է այսօրվա մարդկանց կենսակերպը,
ամեն ինչ մտնում է սրա մեջ։ Այս երկրի ամեն մի բուն վիճակը մտնում է իր 7 տարիներում նույն դասարանում մնացած ուղեղի մակարդակի գիտակցական մակարդակի, այսպես ասեմ։ Եթե դու գիտելիքներ չունես, բայրում ես մնացել, ասել ես, դու ես ասել, որ մնացել, քննել մի մնա առաջի դասարանում։ Ինչու է մնացել, կշարունակենք Տիկին Ադանալյան, կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյանտապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյանտապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հարգելի հայրենակիցներ, Նոյանտապանը կրկին եթերում է։ Տիկին Ադանալյան, տեսեք, ասում եք վարչապետը ինքնախոստովանություն է կատարել ամեն դեպքում իր կրթության հետ կապված, բայց միաժամանակ նաև կրթվելը նորաձև է, մեծ արշավներ են ինքը եւ Աննա Հակոբյանը կազմակերպում։ Այդ դեպքում ինչու չվստահել նրանց եւ մի փոքր էլ համբերել։ Տեսեք, այդ կրթվելու հետ կապված նախ մի փոքր հետ գնամ, հետո պատասխանեմ ձեր հարցին։ Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չուներ։ Եվ հեղափոխությունը պատճառ հանդիսացավ, որ նա արժանացավ ԵՊՀ-ի դիպլոմին, կարծեմ կարմիր դիպլոմ տվեցին, եթե սխալ չեմ հիշում։ Հիմա այս մարդը եթե դիպլոմ չուներ ու այս մեր ժողովուրդը սովոր է մի հատ այսպիսի ասացված կա ջուրը չտեսած բոբիկանում է։ Վերեցին Նիկոլին բանով, սենց մեծ ծեսով եսի մինչով տվեցին այդ դիպլոմը, ասեցին արտաշ բարով վայելես։ Բայց դա օրինական քայլ էր, հա։ Հետո ինչ որ ինքը հեղափոխություններ արի, հետո ինչ որ ինքը հեղափոխության ղեկավար էր կամ պատրաստվում էր պիտի վարչապետ դառնար։ Ինչի տվեցին այդ դիպլոմը։ Այսօր հասարակ շարքային ուսանողը, եթե անգամ հիվանդության պատճառով չի կարողանում
փոխադրվել հաջորդ կուրս կամ պայմանագրի խախտման հիմքով ինչ-որ բան, հաջորդ տարի, որ ինքը պիտի վերականգնի ինչ-որ մեկ կուրսում կամ այն կուրսում, որտեղ ինքը մնացել է նույն կուրսում, էլ առարկայական տարբերություններ, էլ կրեդիտներ, էլ հազար մի տեսակի վճարումներ, մինչև այս ուսանողը դրանք չանի, ուսանողը չի վերականգնվի այն կուրսում, որտեղից ինքը դուրս է մնացել, եթե ոչ անգամ մեկ կուրս ցածր։ Դիպլոմ չունեցող մանկավարժներին հեռացեցին աշխատանքներից, աշխատանքներից, բայց դիպլոմը խի բերեցիք տվեցիք, քանի տարի էր անցել Նիկոլի բուհից դուրս մնալու ժամանակահատվածի, տարիներ շարունակ։ Այդ տարիների ընթացքում լիքը առարկայական տարբերություններ են եղել, չէ՞ որ ինքը նորից գնա շարունակեր։ Բայց ինչի բերեցիք դիպլոմը տվեցիք, ինքը չի կշտվել, պատշաճ կշտություն ինքը չի ստացել։ Կարևոր չի, որ ինքը քաղաքական գործիչ է կամ անկիմություն ա եղել, կշտության մասին է առաջի դասարանում։ Այո, հիմա էլ առաջի դասարանը մնացել։ Ուրեմն մեր ժողովրդի կողմի այս բանը, որ ասում են հայի այդ բանն է, այդ վռազությունն է հայի, այս սա է էլի մեր սխալը, այ որ մենք շուտ հավատում ենք, մենք ինչ որ մի դրական բան մեզ անում են, մենք այդ ամբողջ վատ բաները մոռանում ենք, այդ դրականն ենք տեսում։ Սա մեր ազգային բացասական կողմն է, ես այդպես կասեի։ Հիմա էլ իրանք զույգերով զուկ ընկերներով, ասենց ասեմ, քանի որ ամուսիններ չեն եւ այլն, այդ չի բացառվում, որ մի օր ամուսնանան, օլիգարխներն իրանց հարսանիքին քավոր կանգնեն։ Ես օրինակ սպասում եմ, որ կարող է մի օր դրանով իրանք զբաղացնեն, հա, ժողովրդին։ Հարսանիքի շոր հակնի, հարսի զգեստ հակնի, Աննա Հակոբյանը, Նիկոլ Փեսայի հակուստ օլիգարխներն էլ կան, բան անեն, մեկ իրանք ճաշկերուտների են գնում 3.5 միլիոնով, չգիտեմ քանի միլիոնով, թող իրանց հարսանիքի հրավիրատոմսը լինի 10 միլիոն։ Քավոր ով պիտի քավոր դառնա, թող դառնա, չգիտեմ, քանի միլիոն քավորի կաշկավիճակում հանդես եկողը, ժողովուրդ ահագին կզբաղվի դրանով։ Հիմա այս պահին դարել եք կշտում եք անձանց, մի ժամանակ մենակ կիններ կշտում, հիմա ամուսիններ, իրանք զուգընկերներով, զուգընկերը ներողություն, ինչ ամուսին, սխալվեցի, կշտում են, ինչ եք կշտում, ինձ այնց հետաքրքիր է, ինձ հետաքրքիր է նաև կշտվողները, մի երկու անձանց լսել եմ, ասում են, հա, մենք Նիկոլ Փաշինյանին տեսանք, ժիվոյ տեսակ, հա, կներեք այս բանը։ Մանկավարժներ, ես զարմանում եմ ուղղակի, ապշած եմ մնացել, այս ոչ տարն է։ Հա դրա համար պիտի այո, ձեզ կրթի։ Փաստորեն մենք մեր այն մասսան, ովքեր գնում են, իրանք անկիշտ են, հա, կամ այդ ինչ կրթական ցենզ ունեն իրանք, այդ ով է իրանց լիազորել, այդ ինչ բան ունեն, արտոնություն ունեն իրանք, որ վարչապետը ու զուգընկերուհինը դա չի նշանակում իրանք բոլոր արտոնություններն ունեն, որ պիտի գնան մարդկանց տները մտնեն, կրթական ցենզը որոշեն, կրթեն, օրական են աղանդավորների նման, գնացեք մարդկանց տները, իրանք աղանդավորություն են անում, քանի որ իրանք գործողությունների մեջ իրոք կա աղանդի այդ բանը, տեսակը, սա էլ է աղանդավորության տեսակ, ուղղակի կրթելու բանի տակ են տանում։ Գնացեք տնետուն կրթելով մանարկ, մեկիկ դու պարապ-սարապ, մենակ ձեզ եք ցուցադրում, ուրիշ բան չունեք անելու, երկիրը տվել եք բանին, Էրդողանին ու Ալիևին, իրանք են ղեկավարում երկիրը, դուք ուղղակի ստեղ բան եք, դեմքեր եք, որ պահում եք իրանց ուզածը անելու համար։ Այստեղ է գլխավոր դատախազը անելիք ունի։ Իհարկե։